Դա 6 ժամ, ժամը 14:30-ից 15:00-ի մոտերքից մինչև 21:00-ն 21:30 կենտրոնում, ժամը 19:30 20:00-ի ժամանակահատվածում ամբողջապես մաքուր է եղել Նոր վարչական շրջանը, բոլոր փողոցները մաքրված, Ավան վարչական շրջանը, Քանաքեր-Զեյթուն, Արաբկիրի հյուսիսային գոտին։ Այդ ժամի դրությամբ դարձյալ խնդիրը մնում էր կենտրոնում, խցանումներ, տևական կանգ, այն պատճառաբանությունը, թե աղ ու ավազ ցանված չի եղել, մենք ունենք 37 միավոր տեխնիկա, 1204 կիլոմետր է մայրաքաղաքի ճանապարհների ամբողջ երկարությունը, 15 միլիոն քառակուսի մետր մաքրվող տարածքն է մեքենա մեխանիզմներով, 8.6 միլիոնը ձեռքով բակային տարածքներն են։ Այս թվերը բերում եմ նրա համար, որ միաժամանակ տեխնիկան չէր կարող մտնել բոլոր փողոցները, բայց այնուամենայնիվ ոչ թե որպես արդարացում, ոչ թե որպես պատճառ, այլ փաստ հանգամանք, որ ծառացավ այդ պահին, մենք տնօրենի եւ պարոն Կարոյանի հետ մանրամասն վերլուծել ենք, սխեման դիսլոկացիոն շարժը ամբողջ մեքենաների հատ նայելով, որ կենտրոնում այո չկարողացանք ժամանակին մտնել եւ պատճառը միանգամից ինտենսիվ ձանտեղումները երթևեկի մեջ չկարողացան ժամանակին մտնել մեր մեքենաները ստիպված բարեկային ծառայության օգնությամբ ասել թե որևէ աշխատանք չի տարվել, թույլ տվեք որևէ պատճառ, որևէ իրավիճակ չարդարացնելու միտում չունենամ, արդարացնելու միտում չունենամ, պարոն քաղաքապետ, ես ձեզ տալիս եմ շատ օբյեկտիվ եւ հաստատի զեկույց, այնուամենայնիվ չի համապատասխանում իրականությանը, որ մեքենա մեխանիզմ չաշխատեց կամ աղավազ չի ցանվել։ 1000 տոննա աղավազի խառնուրդ ենք ծախսել այդ երկու գիշերը։ Երբ որ 10,000 տոննա ծախսել ենք այս դեկտեմբերի 27-ից մինչև 23-ը հունվար։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածը հազիվ 5,000-6,000 տոննա է եղել։ Նույն ժամանակահատվածը, նույնիսկ ամբողջ ինտենսիվ սեզոնը, դեկտեմբեր, մարտ ամիս, փետրվարի վերջ, մենք արդեն 10,000 խորանարդ ծախսել ենք, որտեղ պարբերական են տեղումները, պարբերական են եւ ինտենսիվ են տեղումները, եւ մենք պատրաստ ենք ամեն անգամ, որքան էլ կրկնվեն դրանք, մենք պատրաստ ենք մեր աշխատանքը կատարելու։ Այո, պարոն քաղաքապետ, պիտի արձանագրենք, որ ունեցանք խնդիր, որը հանգեցրեց բնակչության զայրույթի, բայց հիմնական փաստը սա էր, որ արձանագրվեց հիմնականում կենտրոն վարչական շրջանում, ինչը անդրադարձավ իհարկե մյուս շրջանների վրա։ Ես մի հարցի կպատասխանեմ հարցով, պարոն քաղաքապետ, որ շատ է մեզ ներկայացվել, տարբեր ուղղություններից տուրք չենք տվել որևէ արձագանքի, որովհետև մեր խնդիրը եղել է աշխատելը, խնդիրը լուծելը։ Այն հարցին, թե որևէ գործ արված չէր եւ սահադաշտ էր վերածվել քաղաքի, ես կպատասխանեմ հարցով։ Եթե այդպես էր, ապա այն նույն սահադաշտը ամսի 24-ի առավոտ ժամը 10-ին ուր վերացավ։ Ոնց այդքան սառույց մի գիշերում գոլորշացավ։ Շնորհակալ եմ։ Այդ ամբողջը մշակվել, չարչավել է։ Միայն մեկ խնդիր